Ասֆալտապատ Երևան, թե կանաչապատ։ Ապագա քաղաքապետ, թե ազգային ժողովի նախագահ։ Ում կզանգահարեք։ Տիգրան Ավինյանին։ Ինչպես եք ծանոթացել Նիկոլ Փաշինյանի հետ։ 2007 թվականից Կա մի գաղտնիք, որ մինչև հիմա ոչ միտեղ չեք ասել ձեր մասին։ այնպես չէ, որ ես լիովին հավատացել եմ, որ մենք ունենանք այն արդյունքը, ինչը որ այժմյան ունենք, մեր ընտրվելու դեպքում, որին որ չեմ կասկածում, որովհետև նախկինում պաշտոնյաները գուցե ամեն ինչ կարողացել են, իսկ մեր ժամանակաշրջան Ինչպիսին եք պատկերացնում Հայաստանը 10 տարի հետո։ Բարի օր, պաշտոնից դուրս հանդիպել ենք Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Փամբուխչյան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Անցնենք կարևորագույն հարցերից։ Սկսեցինք, ավելի շատ ցերեկային մարդ եք, թե գիշերային։ Ավելի շատ գիշերային։ Այն նախարար, թե փոխքաղաքապետ։ Բարդ հարց է, բայց այնուամենայնիվ կընտրեմ այս պահի իմ կարգավիճակը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։ Իտալիա, թե Մալդիվներ։ Մալդիվներ։ Լինել բարի, թե ճիշտ։ Ճիշտ։ Ասֆալտապատ Երևան, թե կանաչապատ։ Երկուսը մեկում։ Մեկ ասեք։ Ասֆալտապատ։ Ձեր Իմ բնակավարից այո։ Ապագա քաղաքապետ, թե ազգային ժողովի նախագահ։ Ոչ մեկը, ոչ մյուսը։ Գոնե մեկը ապագայում։ Որն եք Ոչ մեկը, ոչ պատկերացնում։ մյուսը։ Կանանց մեջ գնահատում եք անկեղծությունը, թե լավ ֆլիրտը։ Անկեղծությունը։ Եթե սիրահարվեք, առաջինը ում կզանգահարեք՝ Խաչատուր Հակոբյանին, թե Տիգրան Ավինյանին։ Տիգրան Ավինյանին։ Ուժն է ծնում իշխանություն, թե իշխանությունը ուժ։ Իրավունքն է ծնում իշխանություն, առասարակ ես տենց եմ ենթադրում, բայց այս դեպքում ուժն է ծնում իշխանություն։ Ռուզվելտ, թե Վինստոն Չերչիլ։ Ավելի շատ Ռուզվելտ։ Շատ փող, թե շատ տարբեր պաշտոններ։ Շատ տարբեր պաշտոններ։ Ընկերներով հավաքույթ, թե մեկ ընկերոջ հետ հանդիպում։ Ընկերներով հավաքույթ։ Բրյուս Լի, թե քրիստոնեություն։ Որ փիլիսոփայություն եք նախընտրում։ Քրիստոնեություն։ Ով է ձեզ ավելի շատ նյարդայնացնում՝ Զարուհի Փոստանջյանը, թե աղբեր մի բան արա մերոնց հերթ ավտոբուսի մեջ մի քիչ շուտ հասնել։ Աղբեր մի բան արա, մերոնց հերթը ավտոբուսի մեջ հասնի։ Շատ լավ, ես գնահատում եմ ձեր հումորը եւ անմիջականությունը, անցնենք առաջ։ Այսօր պետք է միասին շատ համեղ բան պատրաստենք։ Այո։ Մենք նաև կծանոթանանք ձեր հմտություններից եւ մեր հեռուստադիտողներ կիմանա, որ պարոն Փամբուխչյանը բացի լավ քաղաքական գործիչ լինելուց նաև շատ լավ խոհարար է։ Գոնե այսօր։ Այո։ Գնացինք։ Կփորձեմ ամեն ինչ անել, խոհարարական հմտություններս օգտագործեմ։ Հենց այս հաղորդման համար։ Հենց այս հաղորդման համար առաջին անգամ եմ պատրաստում, առհասարակ շատ երբեմն պատրաստում եմ տանը, բայց շատ վաղուց եթե անկեղծ չեմ հիշում, երբ եմ վերջին անգամ բան պատրաստել։ Հիմա քաղաքապետարանում չեք, պաշտոնից դուրս, մեզ համար ինչ եք պատրաստում։ Ինչպես խոստացել էի, ձեզ համար այսօր ես պատրաստում եմ իշխանձուկ, խաշես տարբերակով, որտեղ ես կներառեմ նաև կարտոֆիլ, բուլղարական կարմիր եւ դեղին բիբար, ինչպես նաև կծու բիբար եւ նաև այլ որոշակի համեմունքներ եւ հուսամ, որ շատ լավ կստացվի։ Իսկ սկզբի համար ես կկտրատեմ կարտոֆիլը, որպեսզի տակը շարել։ Օգնեմ թե կարող։ Ես կարող եմ։ Ես պատրաստ եմ, որպեսզի ամբողջ պատասխանատվությունը լինի ինձ վրա։ Հա, որ համով լինի համով։ Թե համովից եւ թե այո։ Շատ լավ, դա արդեն շատ կարևոր հատկանիշ է, որ դուք սիրում եք պատասխանատվություն վերցնել ձեզ վրա եւ միջև վերջ տանել։ Ու հարց եկավ իր տրամաբանական հաջորդ հարցին, որը ինձ շատ հետաքրքրում է, ինչպես եք ծանոթացել Նիկոլ Փաշինյանի հետ։ 2007 թվականից ես համակրել եմ Նիկոլ Փաշինյանին, հետո դրան հաջորդեցին նաև 2008-ի դեպքերը եւ 2012 թվականին, եթե չեմ սխալվում, երբ նա ընդհատակ էր այնուհետև բանտարկված էր, դուրս եկավ բանտից, իմ ընկերները իմանալով, որ ես համակրում եմ իրեն, Ալավերդյան փողոցում, Այժմյան Հանրապետություն փողոցում կար Հիմայի գրասենյակ, Հիմա շարժում գոյություններ, որտեղ որ նաև էլ մեր ընկերներն էին, եւ կար հանդիպում նախատեսված իր հետ։ Այդ օրն եմ ծանոթացել, օրը կոնկրետ չեմ հիշում, բայց 2012 կամ 13 թվականներ, եթե չեմ սխալվում, որից հետո արդեն մենք ունեցել ենք Facebook-յան կապ։ Եվ երբ հիմնադրվում էր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, արդեն էլ ավելի ինտենսիվացավ մեր շփումները եւ կարելի է նշել, որ բուն ծանոթությունը 2012-13 թվականից է սկսվել։
բայց դուք Էրեբունիում, Արեշում այնտեղ եք չէ ծնվել, մեծացել, այնց թաղային հավեսով տղա եք եղել, ինչքանով որ ես տեղյակ եմ, այնց դրսի կյանքով ապրող, իսկ պարոն Փաշինյանը կարծես թե այդքան էլ այդ տեսակ կյանքով չի ապրել։ Մի քիչ ծայրահեղությունից ծայրահեղությունը, այդ է ինձ հետաքրքիր ձեր շփումը եւ միջև այսօր ձեր մտերմությունը, գործունեությունը միասին։ Արեշում չեմ ծնվել, եթե անկեղծ, ես ծնվել եմ Նոր Նորքում, մենք այն ժամանակ այնտեղ ենք ապրել, բնակվել 1987 թվականից ենք մենք տեղափոխվել Էրեբունի վարչական շրջան։ Դե բնականաբար այո, այն ժամանակներում ընդդիմադիրները բավականին ծանր եւ դաժան գործունեություն էր, բայց եւ այնպես գաղափարակից ընկերներ լինելը եւ հանուն ինչ-որ մի նպատակի գնալը ինձ համար առաջնահերթություն էր եւ ես դա հետ կապված որևէ խնդիր չեմ ունեցել եւ դա իմ սկզբունքայությունն է եղել, որպեսզի ես լինեմ այդ շարքերում։ Շատ ինձ թվում է կացան։ Այ տեսեք, այս կացան, հա, քանի որ մենք գտնվում ենք իմ ընկերոջ տանը, մտերիմ ընկերոջ տանը, ինքը չուներ նախատեսված այնպիսի կացա, որ այս մեր ձգի հետ համապատասխաներ, դրա համար ինքը խորհրդանոցից գտավ այս հին մեր ծնողների կացաներից եւ մենք կփորձենք այս կացայի մեջ ամբողջը տեղավորել։ Որ sense հին կացաների Ես մեջ կարող եմ ավելի պատասխանել ձեր հարցերին եւ նաեւ ես շարունակեմ խոհարարական։ Այո, մենք շարունակում ենք թեման, որին հաջորդելու է մեկ այլ հետաքրքիր հարց։ Ինձ շատ հետաքրքրում է այդ ժամանակ, երբ որ դուք ստեղծում եք շարժումը, գաղափարախոսություն եւ այլն, դուք պատկերացնում եք մինչեւ ուր եք գնալու այդ վերջնային կետը, կուլմինացիան տեսնում եք։ Անկեղծ ասած չէ, անկեղծ ասած ոչ։ Արկածեր դա։ Դա ուղղակի գաղափարական ինձ համար շարժում էր, որտեղ որ ես պետք է ուղղակի մասնակցություն ունենայի, բայց բնականաբար այնպես չէ, որ ես լիովին հավատացել եմ, որ մենք կունենանք այն արդյունքը, ինչը որ այժմյան ունենք։ Ամենայն անկեղծությամբ պատասխանեցի ձեր հարցին։ Այսինքն պատրաստ եք եղել նաև սրա ճիշտ հակառակ սցենարին։ Բոլոր սցենարներին պատրաստ ենք եղել, բայց միևնույնն է, այո, եղել ենք միասին։ Իսկ ինչ հետաքրքիր դեպքեր են եղել այդ ժամանակ կամ խոսակցություններ, որոնք տպավորվել են, մինչև հիմա հիշում եք եւ հումորով, ժպիտով եք այդ ամեն ինչին անդրադառնում։ Կան այս դեպքեր։ Բնականաբար շատ կան այդպիսի դեպքեր, երբ որ մենք քննարկում ենք տարբեր հարցեր, երբ որ մենք լինենք իշխանություն, ինչպես կվարվենք այս կամ այն հարցերում, եւ դա երբեմն մեզ անհավատալի է թվում, թե մենք կլինենք իշխանության, թե ոչ։ Բայց ինչպես տեսնում եք, 2018 թվականին ոչ բռնի Թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը մեզ պատկերացրեց իշխանություն, մեզ հավատաց։ Ձեր թիմում կա նենց մարդ, ով ասում է հնարավոր չէ, այ ձև չի որ դա լինի։ Ինքը միշտ այնց բացասական ու հակակարծիք էր արտահայտում ու դուք փորձում եք իրեն հակառակը համոզել։ Նման ընդգծված կարծիքներ չեն եղել թիմում, բայց բնականաբար այդ հավատամքն էլ այնպես չէ որ եղել է միանշանակ, բայց ընդգծված հակակարծիք չի եղել թիմում։ Ինձ մեկ էլ օրինակ հետաքրքրում այդ պաշտոն ստանալուց հետո սկզբում, եթե չեմ սխալվում, տրանսպորտի նախարարությունում, չէ, հետո այն նախարարություն, հիմա արդեն քաղաքապետարան։ Այդ ընթացքում պատկերացնում ինչքան փոփոխություններ ա եղել ձեր կյանքում, ինչու՞ չէ նաև շրջապատում։ Այդ կուզեմ մի քիչ խոսենք այդ միջավայրի փոփոխությունների հետ կապված, հին նոր ընկերներ, գործընկերներ, կապերը պահում եք հին ընկերների հետ, թե այդքան էլ չէ, կամ ինչա փոխվել ձեր եւ նրանց կյանքում։ Իսկ ինչն է, որ չի փոխվել։ Տեսեք, բոլոր այն ընկերների հետ, որոնք որ այն տրամաբանության մեջ են, որ խնդրեմ օգնեք, որտեղ ձեռքերս այն տրամաբանության մեջ են, որում որ ես գտնվում եմ, այդ բոլոր ընկերների հետ կապը պահվում է, բնականաբար հին եւ նոր։ Իհարկե նոր ընկերներ նույնպես ձեռք բերել եմ եւ ես շատ ուրախ եմ, որ այդ հանգամանքով, քանի որ ես ունեմ նաեւ նոր ընկերներ, ընդհանուր իմաստը հետեւյալն է կայանում, որպեսզի մենք յուրաքանչյուրս հասկանանք մեր կարգավիճակը, իմ ընկերները հասկանան իմ կարգավիճակը, անկախ նրանից թե ինչ պաշտոն եմ զբաղեցնում, նախարար եմ, падգամավոր թե այլ, կան գործողություններ, որոնց որ ես կարող եմ իրենց օգնել եւ կան իրավիճակներ, որ ես չեմ կարող իրենց օգնել։ Բայց ասենք չի բացառում, չէ, որ այս ընթացքում մարդիկ երբեմն ոչ պատեհ առիթներով են ձեզ կարող անհանգստացնեն, չէ, օրինակի համար։ Բնականաբար մարդկանց երևակայությունը այնպեսին է պաշտոնյաների հանդեպ շատ անգամ, որ ինձ թվում է, թե պաշտոնյան ամենակարող է եւ շատ անգամ պրիմիտիվ կենցաղային ինչ որ բաներով կարող է դիմեն այդ պահը ոնց եք շրջանցում, ոնց եք փորձում խուսափել այդ նյարդային process-ներից։ Տեսեք, դա նաեւ հին տրամաբանություն է, որ պաշտոնյանը ամեն ինչ կարող է, որովհետեւ նախկինում պաշտոնյանը գուցե ամեն ինչ կարողացել են, իսկ մեր ժամանակաշրջանում մենք ոչ ամեն ինչ որ կարող ենք, այսինքն մենք կարող ենք միմիայն օրենքի տրամաբանության մեջ գործել եւ շատ ու շատ մտերիմներ կամ թվացial մտերիմներ գուցե
մեզանից նեղանում են, որ մենք չենք կարողանում բավարարել իրենց այս կամ այն խնդրանքը, բայց դա շատ օրինաչափ եւ համաչափ եմ ես համարում եւ նաեւ լավ եմ համարում, որ այնպես է, որ պաշտոնյան չի կարող լուծել մարդկանց բոլոր խնդրանքները, որոնք որ գտնվում են տրամաբանությունից, օրենքից եւ այլ շրջանակներից դուրս։ Այս ձուկը մի փոքր դժվար է կտրվում, իսկապես անսպասելի էր։ Ես նախատեսել եմ մի փոքր ավելի փոքր ձուկ վերցնել, բայց այնպես ստացվեց, որ գրավիչ էր այս ձկան տեսքը եւ այս ձուկը մեզ բաժին հասավ։ Հիմա այս հերթականությամբ շարում եմ պղպեղը, ձուկը, կարտոֆիլը եւ ինչպես նաեւ օգտագործում կանաչին։ Պատասխանելիս, որքան էլ պատասխանատու հարցեր էին եւ պատասխանները կապված են նաեւ հիշողության, վերապրումների հետ, դուք միևնույնն է չէիք թերանում խոհանոցային հմտություններում։ Այստեղ ուզում եմ ասել, որ ձուկը դժվար է կտրում, ոչինչ, ջանք ու եռանդ եք թափում, կալորիաներ եք ծախսում։ Ես որ պատրաստվում եի ձեզ հետ այսօրվա մեր հանդիպմանը, չեմ ուզում ասել հարցազրույց, որովհետեւ սա ավելի շատ հանդիպում ֆորմատ է, պաշտոնից դուրս։ Ուսումնասիրում էի ձեր հարցազրույցները, ձեր էջը, ձեր կենսագրությունները ու մի ավելի sense པարզ հարց եմ ուզում տալ, այնտեղ դուք բավականին գեր եք լուսանկարներում։ Ինձ հետաքրքրում է, քանի որ ինձ թվում միայն ինձ չէ, շատ աղջիկներին հատկապես որ գարուն է եւ այլն, ինչպես եք դուք կարողացել գալ հիմիկված ձեր քաշին, դա ինչ դիետա է։ Խնդրում եմ փոքր մեզ բացեք ձեր տեխնիկները։ Այո, ես որոշակի քաշի ավելորդություն ունեի եւ գուցե ունենայի առողջական խնդիրներ եւ ես կամքի ուժ ցուցաբերեցի եւ պահել եմ դիետա, մասնավորապես օգտվել եմ կետո դիետայից։ Դա ո՞րն է։ Դա քիչ ածխաջրային դիետան է, այսինքն սպիտակուցներով լի, այո, դիետայից եմ օգտվել։ Ամենաառողջարար դիետաներից մեկն է, ինչպես նաև սկսել եմ շատ քայլել, սպորտով զբաղվել։ Շատ եք լինում փողոցներում։ Ես այնտեղ որտեղ որ կարող եմ լինել ոտքով, ես այդ ճանապարհը անցնում եմ ոտքով, այլ ոչ թե մեքենայով։ Իսկ օրինակ այդ ժամանակ շատ է լինում, որ քաղաքացիները մոտենան ձեզ, այ հիմա օրինակ թեկուզ ասֆալտի թեմայով անհանգստացնեն, այն մեր տանդրանդեմ էսպես, ամեն փողոցում էսպես։ Ոչ միայն ասֆալտի, այլ տարբեր հարցերով քաղաքացիները բազմիցս մոտենում են։ Ես սովորաբար քայլում եմ Երևանի փողոցներով, հիմնականում կենտրոն վարչական շրջանում եմ քայլում եւ բնականաբար այն քաղաքացիները, ովքեր ինձ ճանաչում են, տարբեր հարցերով մոտենում են։ Ինձ հետաքրքիր է մի քիչ ձեր պատանեկան տարիներից պատմեք, ինչպիսի երիտասարդ եք եղել պատանեկան տարիներին։ Կարելի է ասել ավելի քչախոս, ավելի պարփակված։ Պարփակված։ Այո։ Իսկ այդ ժամանակ դուք պատկերացնում եք, որ քաղաքականության մեջ կհայտնվեք։ Ես միշտ եմ պատկերացրել, ես մի հետաքրքիր պատմություն եմ ուզում ձեզ պատմեմ 2008 թվականին ես գնում եմ հարցազրույցի Հայաստանի գործող վարկային կազմակերպություններից մեկում որպես անվտանգության աշխատակից եւ ինձ կադրերի ղեկավարը հարց է տալիս թե որտեղ եք ձեզ պատկերացնում 5 տարի հետո սովորաբար կադրերի մասնագետները այդ հարցը տալիս են թե մարդը որտեղ է իրան պատկերացնում ես նշում եմ որ ազգային ժողովում եւ մի փոքր զարմանք է առաջացնում բոլորի մոտ թե ինչու ազգային ժողովում նշում եմ որ ես քաղաքականությամբ հետաքրքրված մարդ եմ եւ քաղաքական գործչի կայացման վայրերից մեկը ես համարում եմ ազգային ժողովը, որտեղ որ քաղաքական գործիչը կարող է կայանալ։ Եվ այդպես անցնում է, դա 2008 թվականի ձեզ պատմություն եմ պատմում։ Այնուհետև 2018 թվականին ես ընտրվում եմ ազգային ժողովի պատգամավոր եւ այդ գրառումը իմ մանդատը նաեւ նկարելով նշում եմ եւ չեմ գտնում մեր կադրերի ղեկավարին, սակայն գտնում եմ անվտանգության պետի էջը, ում նշում եմ, որ ասում եմ հիշում եք, որ այսպեսի բան է եղել, ասում են իհարկե հիշում ենք եւ հենց դրա մասին նպատակ գուցեև թե ինտուիցիա, թե նպատակ, թե չեմ կարող բացատրել, բայց ես շատ անկեղծ պատասխանել եմ իրենց հարցին եւ դա դարձավ իրականություն։ Իսկ դուք ձեր կյանքում ո՞նց եք առաջնորդվում, ավելի շատ ինտուիցիայով, թե տրամաբանությամբ։ Եվ կան հարցերում, որտեղ որ գործում է ինտուիցիան, կան հարցեր, որտեղ որ ուղղակի տրամաբանությունն է գործում։ Երևի աշխատանքում գործնական հարցերում տրամաբանությունն է, անձնականը ինտուիցիան։ Դե գործնական հարցերում գիտեք ինչպես է, գործնական հարցերում շատ դեպքերում դու պետք է գործես ըստ կանոնակարգերի եւ ըստ քեզ վերապահված լիազորությունների շրջանակում։ Իսկ չի լինում, որ ներքին միզայն հուշում է, սա այսպես պետքա չանես, սխալ է, բայց օրինապահությունը այդպես է պահանջում։
Նման դեպքեր նույնպես լինում են աշխատանքի մեջ, եւ ես կարծում եմ, որ չխախտելով բուն մայր օրենքը կամ օրենքները, բարձրաստիճան պաշտոնյան պետք է ունենա որոշակի ճկունություն եւ որոշակի լիդերություն ցուցաբերի այս կամ այն հարցում, որտեղ որ ինքը պետք է կայացնի որոշում, որովհետեւ որոշում չկայացնելը ել ավելի վատ հետևանքների կարող է բերել, քան կայացրած որոշումը թեկուզ եւ այն լինի այսպես կոչված վատը։ Դե անորոշությունը ավելի վատ բան է։ Եթե դու զբաղեցնում ես բարձրաստիճան պաշտոն, ես այժմ կարծես թե ավարտեցի Իսկ ինձ մի հարց էր հետաքրքիր, օրինակ ձեզ կյանքում ինչը կարող է ստիպել, որ դուք դադարեք քաղաքականությամբ զբաղվել, ինչը կստիպի, այստեղ կարող մաքրել ձեր ձեռքերը։ Ես կարծում եմ ինչը պետք է ստիպի, այլ պետք է ստիպի։ Պետք է լինի, որ դադարեք։ Պետք է լինի նա, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այլևս մեր քաղաքական ուժին չտեսնեն, որ լինենք մենք քաղաքական արենայում, դա ինքնստինքյան արդեն մեզ ազդակ է, որպեսզի մենք այդ թվում ես իմ քաղաքական թիմի հետ միասին դադարեմ լինել քաղաքական գործիչ։ Իսկ ինչով կզբաղվեք այդ դեպքում։ Ճիշտ ասած, չեմ կարող ասել։ Եթե ոչ քաղաքական ասպարեզ։ Բնականաբար, եթե քաղաքացիները չտեսնեն քաղաքական ասպարեզում, այլևս քաղաքականությունը կփակվի ինձ համար մեկընդմիշտ։ Տարբեր զբաղմունքներ կան, այսօրվա Հայաստանը այնպիսի հիմքերի վրա է դրվում, որ մենք կարող ենք զբաղվել այն ամենով, ինչով որ ցանկանում ենք, եթե ունենք դրա գիտելիքները կամ կարողությունը։ Կարճ հարց էլ, ակնկալում կարճ պատասխան, չենք կարող չխուսափել այդ հարցից, առաջիկայում ընտրություններն են լինելու, դուք ձեզ որտեղ եք տեսնում ընտրություններից հետո։ Ես իմ քաղաքական թիմին եմ հայտնել, որ մեր ընտրվելու դեպքում, որին որ չեմ կասկածում, ես շարունակեմ իմ գործունեությունը Երևանի քաղաքապետարանում։ Շատ լավ։ Այս պահին մեզ մնացել է երևի թե միայն ջուրը ավելացնել։ Խնդրեմ օպերատորին, եթե հնարավոր է ցույց տալ։ Ես կցուցադրեմ։ Շատ գեղեցիկ է։ Եթե անկեղծ առաջին անգամ եմ նման բաղադրատոմսով պատրաստում, շատ մեծ հույս ունեմ, որ դուք կհավանեք։ Այժմ ջուրը ավելացնենք։ Ահա, բացեմ։ Շատ լավ։ Կարող ենք անջատել կամերաները, որպեսզի մենք արդեն կարողանանք կացան տեղավորել կրակի վրա։ Եփելուց հետո կհանդիպենք սեղանի շուրջ։ Շատախորժելի տեսք ունի, զգացվում այս թվում է նկարանող խումբն էլ սպասում է, թե երբ պետք է ավարտվի նկարահանումը, որ բոլորով միասին վայելենք։ Ինձ հետաքրքրում է այ ազատ ժամանակ, ինչով եք զբաղվում, ինչպես եք լիցքաթափվում, հանգստանում։ Սովորաբար ֆիլմեր դիտելով, երաժշտություն լսելով եւ ընկերներիս հետ ժամանակ անցկացնելով։ Ինչ ֆիլմեր եք սիրում։ Ինչքան Մել Գիբսոնյան, Դենզել Վաշինգտոնյան եւ Քևին Սպեսյան, այսպես նկարագրեմ, ֆիլմեր կան իրենցով։ Իսկ երաժշտություն նաեւ երաժշտությունը շատ բազմաբովանդակ է, 70-ականների ռոքից սկսած մինչեւ հիփ-հոփ, ինչու՞ չէ նաեւ հայկական Tupac։ Հա, Tupac։ Ես բարագամ Tupac եթե նման համեմատություն արեցիք, բայց եթե ասեք Led Zeppelin թե Purple, կընտրեի Purple։ Շատ լավ։ Պարոն Փամբուխչյան, ինձ հետաքրքրում է, թե դուք ինչպիսին եք պատկերացնում Հայաստանը 10 տարի հետո։ Հայաստանը պատկերացնում եմ ել ավելի ժողովրդավար, բարեկեցիկ եւ այնպիսի Հայաստան, որտեղ որ մեր հայրենակիցները դրսում գտնվող եւ նաեւ ոչ հայրենակիցները կցանկանան, որպեսզի իրենք բնակություն հաստատեն Հայաստանում։ Իսկ կա մի գաղտնիք, որ մինչև հիմա ոչ միտեղ չեք ասել ձեր մասին։ Սովորությունների հետ կապված։ Ես կարծում եմ, որ տարբեր ընկերների, տարբեր մարդկանց, տարբեր հարազատների մոտ կան գաղտնիքներ, որոնց հետ որ կիսվում ես մեկ անգամ, ես կարծում եմ, որ չունեմ այդպիսի գաղտնիքներ թե ընտանիքից, թե ընկերներից, որոնք որ իրենք չիմանան։ Ես նկատի ունեի ավելի շատ ձեր անձի մասին, ինչ որ սովորություն, ինչ սովորություն ունեք, որ դա ոչ մեկ չի տեսնում, դուք եք մենակ տեսնում։ Կարելի ասել, որ չունեմ այդպիսի սովորություն, որ ամաչեմ կիսվել որևէ մեկի հետ։ Չի եղել, որ օրինակ ռուպաները տարբեր եք հագնում։ Չէ, երբեք չի եղել նման բան։ Նման սովորություններ չունեք, դպրոցական տարիքում չի եղել։ Երբեք չի եղել։ Լավ, իսկ վերջում ինչ հարց կտայեք ինձ։ Ինչի մասին կհարցնեմ։ Ինչու որոշեցիք, որ հենց ձեր առաջին հաղորդումը ընտրել ինձ։ Քանի որ հաղորդումը պաշտոնից դուրս է, ես նայում եմ պաշտոնատար անձանց էջերը ու շատ հետաքրքիր է, որ առաջինների մեջ հենց ձեր էջներ ու երևի թե համակրանքեր, որ
ընտրեցի ձեզ։ Շնորհակալ եմ։ Հուսամ շատ համեղ է ստացվել։ Տեսքը շատ ախորժելի է։ Ես առաջարկում եմ մեր նկարահանող խմբին անջատեն տեսախցիկները։ Եվ նույնպես միանալ, Այո, որպեսզի միանալ, համտեսենք։ որպեսզի բոլորով համտեսենք, բույրը անհատական շատ լավն է։ Շնորհակալություն։ Ժամանակ ճիշտ ժամանակին հնչեց, չէ՞։ Կարող է սկսել։ Սա կարող եք դուք էլ գալ։